Արցախի հանրապետությունում ես գյուղատնտեսության մեջ ունեցել եմ բոլոր բնակավարում խոշոր բիզնես։ Ալավերդի քաղաքից մինչև Բագրատաշեն ընկած այդ 3000-4000 հեկտար վարելահողերը, եթե մենք հիմնադրում ենք նռան այգիներ, այո, կառաջարկեի Ալավերդու քաղաքում կառուցել գործարաններ, Չիրի գործարան, նռան սոկի, նռան արաղի գինու գործարան եւ նռան կլեպից կոշիկի քսուկի գործարան, ես պահեստազորի սպա եմ նաեւ իմ զինվորների կոշիկները միշտ պլպլում էր, քանի որ նռան կլեպից միշտ քսուկ էինք ստանում զինվորների կոշիկները մաքուր լինելու համար։ Շատ շնորհակալություն։ Ես ինձ հասկացա, որ մենք արդեն լավ բիզնես ունենք։ Պատկերացնում եք, մեր ազգության մեջ ինչքան տաղանդավոր, գիտակից մարդիկ կան, աշխարհտեսած մարդիկ կան մեր Սփյուռքում։ Մենք բոլորի պոտենցիալը պետք է օգտագործենք։ Մենք իրար հետ դա անելու ենք։ Դուք մենակ վստահ եղեք ձեր առաջարկության վրա։ Եթե դուք վստահ եք, շատ արագ մենք հրավիրելու ենք, ամեն ինչ ուսումնասիրելու ենք, արագ անելու ենք։ Մեզ դա շատ անհրաժեշտ է, մեր գյուղերի զարգացումը շատ կարևոր է։ Մենք ամեն ինչից կարող ենք խոսել։ Ամեն ինչից ասեք, կարող եմ ձեր հետ խոսել, բայց մեր գլխավոր խնդիրը լինելու է մեր գյուղերի զարգացումը։ Փաշինյանի ընկերը ուշադիր նայելու է ցանկացած գյուղի։ Հենց ազատեցինք Ախմեդն ու Ալասկյարը եկուց կանգնած են այդ գյուղում։ Մի կասկածեք։